Այսօր որոշել եմ ներկայացնել Հայաստանում գտնվող մի քանի քարանձավի մասին հետաքրքիր տեղեկություններ։ Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք այդ տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են։ Հայաստանի քարանձավների շարքում ամենահայտնին Արենիի քարանձավն է, որը այլ կերպ անվանում են նաև Թռչունի քարանձավ։ Թռչունի քարանձավը հայտնի է իր արտասովոր հնագիտական հայտնագործություններով։ Աշխարհի ամենահին կոշիկը 2010 թվականին այստեղ հայտնաբերվել է 5500 տարեկան կաշվե կոշիկ, իդեալական պահպանված վիճակում։ Այն համարվում է մարդկության պատմության մեջ ամենահին ամբողջական կոշիկը։ Նախնադարյան գինու գործարան։ Այստեղ հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինու գործարանը, մոտ 6000 տարեկան։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում գինեգործությունն ու գինու մշակույթը հազարամյակների պատմություն ունեն։ Թռչունի քարանձավը տեղակայված է Արփա գետի գեղատեսիլ կիրճում։ Քարանձավի ներսը զարդարված է բնական ստալակտիտներով, ինչը այն դարձնում է ոչ միայն պատմական, այլև տեսողականորեն տպավորիչ վայր։ Թռչունի քարանձավը գտնվում է Արենի գյուղի մոտ Եղեգնաձորից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա։ Այն հեշտությամբ հասանելի է մեքենայով։ Քարանձավի մուտքը գտնվում է կիրճի բարձր լանջերից մեկում, ուստի պահանջվում է որոշակի քայլարշավ։ Հաջորդ ուզում եմ ներկայացնել Արջերի քարանձավի մասին։ Արջերի քարանձավը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում Արփի գյուղից ուղիղ գծով 3 կիլոմետր հեռավորության վրա։ Հայկական Լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մետր բարձրության վրա։ Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին։ Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով քարանձավի միջին ջերմաստիճանն է 10 Ցելսիուս։ Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մետր։ Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի մասունքների հետ։ Անձավը գրեթե ամբողջությամբ ձևավորված է կալցիումի կարբոնատով, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ ու բազմապիսի շթաքարեր, պտկաքարեր։ Ամենագեղեցիկ ու տպավորիչ շթաքարերը գտնվում են անձավի հարավային ծայրում։ Հենց դա է պատճառը, որ պետք է գնալ մինչև վերջ։ Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով։ Առանց ուղեկցորդի Արջերի քարանձավ մտնելը վտանգավոր է կյանքի համար։ Իսկ լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է։ Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել։ Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի, և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ լաստիվեր անվանումը։ Մեկ այլ վարկածով այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի լաստի միջոցով։ Նստելով այդ տախտակին քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստնի վեր», այսինքն լաստը բարձրացեք դեպի վեր։ Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուռային է, քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը։ Բացի այդ, այնտեղ է գտնվում նաև լաստիվեր անապատը, որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար։ Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում։ Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը։ Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի լաստիվերի ջրվեժի գեղեցիկ տեսարանը։ Լաստիվերը հանրության համար առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին արշավներ կազմակերպել դեպի լաստիվեր։